Թութքը որպես այդպեսին հիվանդություն չէ, այդ թութքային հիվանդություն կա առանձին, տարանջատ հա, թութքը ինքը բնականon պետք է լինի երակային խրձեր, նորմալ չափերի, որպեսզի ապահովի հետանցքի հերմետիկությունը։ Երբ որ արդեն առաջանում է երակային պատերի վարիկոս փոփոխություն, այդ ժամանակ առաջանում է թութքային հիվանդություն։ Տարածվածությունն էլ կախված է արդեն սննդամթերքի գնալով վատացումից որակական եւ նստակյաց կյանքի տարածումով, ինչպես նաեւ ֆիզիկական աշխատանքի անհամաչափ ծանրությունից։ Իսկ որոնք են այն հիմնական նշանները, որ մարդկանց կարող է հուշել, որ կա նման խնդիր եւ դիմեն համապատասխան բժշկի։ Համար 1 գանգատը համարվում է օրինացությունը, բայց ինքը բնորոշիչ չէ։ Ինքը կարող է բնորոշ լինել բազմաթիվ հիվանդությունների հենց օրինացությունը, բայց կարող է սկսի այդպես։ Կարող է սկսել որպես օտար մարմին զգացողություն, ինչ որ կիսատ գաղազատման զգացողություն, շոշափվում է ավելորդություն, դա քրոնիկ թութքի մասին է խոսքը։